Օրինակ նույն պարտքի մասով, պարոն նախագահ, վերջերս ազգային ժողով են բերում հերթական, որ պարտք պետք է վերցնենք այդ նման նախագիծ $50 միլիոն Սյունիքի համար։ Դե քանի որ Սյունիքի համար է ինչ որ ենթակառուցվածքների զարգացում եւ այլն, բոլորս կողմ ենք քվեարկում, բայց պատկերացրեք աբսուրդը հասել է նրան, որ հարցնում ենք, ասում ենք կոնկրետ ինչ ծրագրերի համար է նախատեսվում այս գումարը ծախսել։ Ասում է, որ վերցնենք, գնահատումներ կանենք եւ նոր ծրագրերը կմշակենք։ Ասում եմ, ո՞նց է տենց հնարավոր, այսինքն դուք չունեք արդեն ծրագիր, որի հիման վրա գնահատել եք ձեզ ինչքան փող է պետք, նոր եք դիմել վարկ ստանալու։ Ասում եմ, չէ, գումարը կվերցնենք, հետո կգնահատենք, թե ինչ ենք իրականացնելու։ Այսինքն սա երևի ինչ որ բյուջեի ճեղքվածք լրացնելու համար էր ավելի շատ, որովհետեւ մի քիչ անտրամաբանական է, գումարը վերցնես, բայց չիմանաս, թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա է գնալու։ Շատ հստակ հասկանալ է ինձ համար ինչն է անում։ Վերցնում ես ընտրակաշարք բաժանելու համար, հետո դու ընտրելու ես ոչ թե զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար, այլ դու ընտրելու ես նախընտրական այսպես խոստումներ տալու ինչ որ այս կամ այն ուղղություններով ձայներ կորցնելու համար, ուրիշ բան ես չեմ տեսնում։ Բացառվում է, որ այն ժամանակ ուղղակի մենք վարկ վերցնենք վարկային գիծ, առանց ուղղակի կապելով այդ վարկային գիծը կոնկրետ ծրագրի հետ։ Չի եղել այդպիսի բան։ Ասեմ, չի եղել։ Այնինչ հիմա ես տեսնում եմ։ Եվ ենթադրում եմ նաև ներքին պարտքի այս տեմպերով աճեցնելը կապված է նաև նրա հետ, որ դու ուղղակի արժեթղթեր ես թողարկում, բանկերը առնում են, դու փողը ստանում ես եւ ոնց ուզում ծախսում ես։ Վարկային ծրագրի պարամետրերի հետ դու չես բախվում։ Այն ժամանակ բոլոր վարկերը եղել են նպատակային կոնկրետ ծրագրերի համար։ Եթե ճանապարհաշինարարությունն է, դու չես կարող ուրիշ բանի վրա ծախսել, վերջ հաշվետու ես նաև, եւ այլ, կամ փոքր միջին բիզնեսի վարկավորման համար։ Հիմա քանդվել է այդ համակարգը, որը ժամանակին կար այդ տեսանկյունից, ընդհանրապես քանդվել է։ Եվ այսօր խայտարակ թվեր են 8 միլիարդ, ընդհանուր պարտքը մոտ 15 միլիարդ, եթե չեմ սխալվում 14-6, չէ՞։ Հա, շուտով 15-ը արդեն կլրան։ Ամեն մի քաղաքացի պետք է իմանա հետևյալը։ Ամեն քաղաքացու վրա ներառյալ նորածին քաղաքացին մենք ունենք $5,000 չափ պարտք։ Միջին ընտանիքը $20,000 չափ պարտք ունի։ Եվ ամենից մեծ խնդիրը հետևյալի մեջ է, որ պարտքդ աճում է ավելի արագ, քան քո տնտեսությունը։ Սա պիրամիդա է։ Բայց ասում են նորմալ բան է պետության համար արտաքին պարտք ունենալը։ Բոլոր երկրներն էլ ունեն արտաքին պարտք։ Մարդիկ մեկ-մեկ սիրում են Ամերիկայի հետ համեմատել։ Հենց դոլարի դիրքերը մի քիչ պրոբլեմային են, ամենից մեծ խնդիրը լինելու է հենց Միացյալ Նահանգների համար, այսօր 39 տրիլիոն պարտք ունեն, բայց դա լրի ուրիշ մոդել է։ Դու այդ վիճակում չես, որպես Հայաստան։ Եվ կրկնեմ, եթե քո տնտեսությունը աճում է ավելի արագ տեմպերով, քան քո պարտքային բեռը, որոշակի տրամաբանություն ստե կարող է լինի, հետո հարցը հետևյալի մեջ է, դու պարտք ես վերցնում զարգացման ծրագրերի համար, թե դու պարտք ես վերցնում բյուջեի ճեղքվածքը։ Ծախսերի համար։ Արդյունավետությունն է, պարտք ունենալը նորմալ է, արդյոք ինչքանով արդյունավետ։ Ես օրինակը բերեցի, եթե ընտանիքը գրավադրում է տունը, եթե ինչ որ մի խանութ է բացում այդ փողով, այդ խանութը սկսում է եկամուտներ բերել եւ ինքը եւ վարկն է մարում եւ տոկոսներն ի վիճակի սպասարկել, լրիվ ուրիշ պատկեր է։ Բայց երբ դու վերցնում ես վարկը եւ ընթացիկ ծախսերի վրա ես ծախսում, կամ տունը ռեմոնտարեցիր, գնացիր այդ մնացած փողը Եգիպտոսում ինչ որ հանգստացել։ Անխուսափելի դու խնդիրներ ես ունենալու։ Ուզում եմ մեր քաղաքացիներն էլ հիշեցնել, որ այսօր պետական պարտքի սպասարկման համար ուղղվող գումարը ավելին է, քան մեր առողջապահության, կրթության եւ նույնիսկ մի քանի այլ ոլորտներին ուղղվող գումարը։ Այսինքն այսօր երբ որ առողջապահության համար միլիարդներ ծախսվում է ապահովագրական համակարգ եւ այլն, կրթության ոլորտ եւ այլն, այդ ամբողջ գումարը դեռ մի բան էլ պակաս է միայն վարկի սպասարկմանը գնացող գումարից։
Այսինքն պատկերացնեն ինչ ծավալի է հասել այդ բարգի սպասարկման գումարները։ Հետո ինչ են անում, պարոն նախագահ, գումարը վերցնում են, մենք դրա համար մեր քաղաքացիները գումար են վճարում, հարկ են տալիս, ասֆալտ են անում, անորակ ասֆալտ են անում, այդ ասֆալտը մի հատ ձյուն ա գալիս, ասֆալտը վերանում է, բայց այդ վարկը դեռևս մեր քաղաքացիների ու մեր երեխեքի ուսերին դրված է լինում։ Այդքան անարդյունավետ է եւ պատահական չի, որ մենք առաջարկում ենք, որ այս 8 տարվա 8 միլիարդով ավելացած պարտքի մենք աուդիտ ենք անելու, որպեսզի հասկանանք ի վերջո որտեղ են գնացել այդ գումարները, որովհետեւ անհնար է 8 միլիարդ վերցնել եւ մի խոշոր ստրատեգիական ենթակառուցվածք, մի նոր ինչ որ մի բան չստեղծել, որ կարող է քո տնտեսությանը լուրջ խթան հանդիսանալ։ Այդ աուդիտը պետք է անպայման իրականացնենք հասկանալու համար դա մեր պարտավորությունն է։ Այո, պարգևավճարը գնացել այդքան, թե ինչ որտեղ է գնացել ի վերջո այդ գումարը։ Անայք, քանի որ նաև հնչեցվեց այն հանգամանքը, որ բոլոր պետությունները պարտք են անում։ Դա իրանց հակափաստարկն է։ Նայեք, ժամանակ առ ժամանակ այն պետությունները, որոնց տնտեսությունը ավելի դանդաղ է աճում, քան պարտքը, կանգնում են դեֆոլտի առաջ։ Դեֆոլտը տնտեսության համար սարսափելի երևույթ է։ Դեֆոլտը նշանակում է այլևս պետությունը հայտարարում է, որ չի կարողանում սպասարկել պարտքը եւ ամբողջ շուկան լրջագույն անկում է ապրում։ Ինֆլյացիան ինչ պիտի անի պետությունը, պետք է փող տպի եւ արժեքասրկի այն ամենը, ինչ որ կա։ Այդ մոդելը, պարտ կուտակելու մոդելը ժամանակ առ ժամանակ տարբեր պետություններում, որոնք պահում են իրենց այնպես ինչպես Հայաստանը, ուղղակի պայթեցնում է ամբողջ իրավիճակը։ Այսօր մենք այդ ճանապարհի վրա ենք։